Առաջինը այս որոշումները, որ մենք կայացնում ենք, համար առաջին նպատակը նա է, որ դիզայնով ինքը լինի կիբերանվտանգ։ Այսինքն հակառակ դեպքում մենք հիմա համակարգերը կառուցում ենք, հետո կամ ծախս չենք անում կիբերի վրա եւ այլն։ Իր դիզայնով պիտի կիբերանվտանգ լինի, որ մատչելի լինի կիբերանվտանգություն ապահովելը։ Այս մեր որոշումները սկզբունքներ կա մեջը եւ ստորագրությունն ու վստահության ինքը կոչվում է վստահության ենթակառուցվածք եւ դրա ամենակարևոր բաղադրիչը անվտանգությունն է եւ հետագծելիությունը, այդ թվում քաղաքացու կողմից իր տվյալների ծայրից ծայր ծնվելուց մինչև մահ եւ դրանից հետո հարազատների կողմից իր տվյալների հետագծելիությունն ենք ապահովում, որը ինքը կարող է չանի ամեն օր, բայց աշխարհի փորձը ցույց է տալի, որ պրոֆեսիոնալ աշխարհը այդ տվյալները եթե բացում ենք, իրենց դեպքով անելով մնացածից օգնում են, որ վստահություն ձևավորվի տվյալների նկատմամբ, էլ թուղթ ման չտանք այդպես, որովհետև թղթը նաև քաղաքացին է խթանում թղթի օգտագործումը, չվստահելով էլեկտրոնային համակարգերին։ Հիմա այստեղ ինչ վերաբերում է դատական այդ գործընթացին, լավագույն փորձը մենք պարոն Դադունցի հետ խոսել ենք, երևի կանենք սա, մի քանի նախադեպեր են ստեղծվում եւ մինչեւ վերջի ատյանի դատարան տանում են, որով որ արդեն նախադեպը հաստատում են, որ ինչա այդ գործընթացը եւ միշտ դրա վրա հղում անելով ինստիտուցիոնալ տրանսֆորմացիան տեղի ունենում։ Այդ փոփոխությունը այդպես են կառավարել, ովքեր որ հաջողել են։ Մյուս հարցադրումը, որ ուզում եմ կարևոր շեշտադրում անել այստեղ, ինչու տվյալը շտեմարանում դառնում է վերջնական ճշմարիտ իրավական ուժ ունեցող, որտեղ ցանկացած տվյալի այս էկոհամակարգը, որ ստեղծում ենք, հարցում տվյալի օգտագործում երրորդ կողմից ոնց որ ստորագրվում եւ ժամանակային դրոշմակնիկ է դրվում, այսինքն որ այդ տվյալը այդ պահին Այերցյան դրոշմակնիկ բառը մի օգտագործեք էլ, իրանք կվերցնեն հեսա ու կասեն դե սրա վրա պիտի կնիկ լներ ուրա։ Չէ, էլեկտրոնային վերիֆիկացիա ֆիքսվում է երրորդ կողմից, վալիդացիա, ձեր լեզվով ասեք, երրորդ կողմից հավաստվում է, երրորդ կողմից հավաստվում է էլեկտրոնային եղանակով եւ դա ջնջելի չի, կողմերը չեն կարող այդ տվյալը փոխել առանց իմ իմանալու։ Այդ օրը այդ տվյալը այդ տեսքն ունեցել այդ շտեմարանում ինքը որևիցե ձևով փոփոխության ենթակա չի, այդտեղ երեք կողմ են մասնակցում, որից մեկի չմասնակցելը թույլ չի տալիս այդ տվյալը որևիցե ձևով փոփոխել։ Հաջորդ շեշտադրումը մեր նոր հիմա ստորագրության համակարգերը նաև քարտերի ներդրմամբ նույնականացման կլինի, այնտեղ ստորագրությունը այլ սերտիֆիկատ այլ կերպ է լինելու, ոչ նկար, ոչ բան, մի ամբողջական էջի վրա սերտիֆիկատը ամբողջությամբ հետը գալու է էլեկտրոնային փաստաթղթի, որտեղ բոլոր կարևոր փաստաթղթեր այդ edge բառն էլի բարձաբանեք, որովհետև ասում եք մի edge-ի վրա էլի թուղթ են պահանջելու։ Էլեկտրոնային ֆայլը երբ որ ստորագրում եք, եթե փաստաթուղթ, ես այլ ֆայլը ուղղակի ինքը ստեղծում է այդ պատկերը, որը սերտիֆիկատը ձեր համար ստեղծում է եւ դրան զուգահեռ ստեղծում է այդ սերտիֆիկատը վալիդացնելու ծառայություն, այսինքն ցանկացած աշխարհի կետից կարող եք այդ էլեկտրոնային փաստաթուղթը կամ տվյալը սերտիֆիկատը վալիդացնել, արդյոք թողարկվել է լիցենզիա ունեցող այդ վստահության ծառայության կողմից։ Եվ մի բան անեմ, հեսա կենտրոնում քաղաքացին է, այսինքն քաղաքացին այս տվյալները պետք է հասանելի լինի եւ բոլոր տվյալները եկող տարվա հունվարի 1-ի դրությամբ, եթե ռեգիստրներում չլինեն եւ հասանելի չլինեն այս ենթակառուցվածքի միջոցով, իրենք չեն համարվում իրավական ուժ ունեցող տվյալներ եւ դրանով հանրային ծառայություններ հնարավոր չի լինի մատուցել։ Հասկանալի է, շատ լավ։ Իսկ ուսուցում հիմա մենք կարող ենք համարել, որ երկու հարցն էլ քննարկեցինք։ Այո, պարոն Գրիգորյան։ Շատ լավ։ Ուսուցումը ոնց են կազմակերպում։ Կարծում եմ, որ ուսուցման վերաբերյալ արդեն շարունակական 3 էլ օրինակ կենտրոնական բանկում հանձնաժողովը հավաքել էր մեր գործընկերին հրավիրել էր, ներկայացրել էր թե ինչպես են այս ամեն ինչը աշխատում, ովքեր որ շտեմարաններ են կառավարում, սա պետք է շարունակել ու ավելի տարածել ու մինչև հունվարի 1-ը որպեսզի ժամանակին բոլորը պատրաստ լինեն, ասենց ամիսը 1 այս հանդիպումները պետք է անել ու շարունակել։ Պարոն Մեսրոպյանին ներգրավել ենք, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող իրանք մասիվ տվյալների մասիվ
ունեն, իրանք պիտի մասնակից լինեն այս process-ում։ Բան գիտեմ բոլոր պետական համակարգերը, ովքեր ոչ թե մանրեն ներգրաված են, մենք բոլորի հետ լրացուցիչ կաշխատենք։ Ես որքան որ հիշում եմ, հանրային ծառայություն մատուցողները համարվում են սրա իմպերատիվ մասնակից։ Միանշանակ, ես պետականը նշեցի, որ ինտենսիվությունը Պարոն Մեսրոպյանին էլ ներգրավեք, որովհետև ես ենթադրում եմ, որ մեր կարգավորումներում պիտի սա ադապտացվի, այսինքն կարգավորումներում, որոնք վերաբերելի են հանրային ծառայություններ մատուցողներին։ Եթե բարձր օրենքի մակարդակով կա, բայց լավ կլինի, որ հանձնաժողովն էլ սկսի արդեն իր մասով իմպլեմենտացնել այս սկզբունքները։ Ու նաև քրիտիկական ենթակառուցվածքները, ովքեր որ հանրային ծառայություն են տալի, դա էլ մի այլ շերտ է։ Այլի կրկին պարոն Մեսրոպյանի կարգավորման տակ գտնվող ընկերություններին է վերաբերվում, միանշանակ թե օրենքի քննարկման, թե հանրային քննարկումների, թե բոլոր փուլերում ներգրաված են եղել, մենք լրացուցիչ իրanցից բնականաբար աշխատանքներ պետք է տանենք, շնորհակալություն նաև դա լրացուցիչ լուսաբանելու եւ նշելու համար։ Պարոն Մեսրոպյան, դուք էլ մասնակցեք այս process-ներին, խնդրում եմ։ Մասնակցում ենք, պարոն Գրիգորյան։ Այո։ Շատ լավ։ Լավ, ավարտեցինք, դե սկսենք, ես առաջարկում եմ հաստատել, ընդունել որոշումը, հաստատել, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց, ակնկալում եմ, որ այդ թվում արդարադատության նախարարության հետ ամենօրյա մոնիտորինգի տակ պիտի պահենք ընթացքը։ Շատ շնորհակալություն։